Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է բազմաթիվ հիվանդությունների եւ միակ առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ մեր հաղորդումը ուղիղ եթեր է հեռարձակվում եւ դուք նույնպես հնարավորություն ունեք մասնակցելու զանգահարելով եւ ձեր հարցերը ուղղելով մեր հյուրին։ Մեր հեռախոսահամարն է 54 89 34, կարող եք հարցերը նաեւ ուղարկել էլեկտրոնային փոստով շտապ օգնություն շնիկ ararat@tv.am-ը մեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Իսկ այսօր ձմռան առաջին օրը, ինչպես եւ տեղեկացրել էինք 3, մենք հյուրընկալել ենք առողջապահության նախարարության Ձիահի դեմ պայքարի հանրապետական Ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին։ Տեսնում եք, որ ես ունեմ կարմիր երիս, սա Ձիահի դեմ պայքարի համատեղ ուժերի խորհրդանիշն է։ Մինչև հարցազրույցը դիտենք փոքր տեսանյութ, հետո անդրադառնանք հարցերին։ Աշխարհն այսօր նշում է Ձիահի դեմ պայքարի օրը։ Սա առիթ է մեկ անգամ եւս պետական կառույցների, հասարակական, միջազգային, բարեգործական կազմակերպությունների եւ ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրել միահ Ձիահով մարդկանց խնդիրներին եւ միավորել ջանքերը դրանց լուծման համար։ 1981 թվականից, երբ գրանցվել է Ձիահով առաջին հիվանդը, գրեթե 3.5 տասնամյակ է անցել։ 20-րդ դարի համաճարակ այդ օրվանից մինչև օրս մի քանի տասնյակ միլիոն մարդու կյանք է խլել, փոխել միլիոնավորների կյանքի ռիթմն ու որակը։ Միահն ու Ձիահը չեն ճանաչում սահմաններ։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ չլինի այս խնդիրը։ Հայաստանում միահ վարակի առաջին դեպքը գրանցվել է 1988-ին։ Մասնագետների խոսքով վարակի տարածման հիմնական ճանապարհը մեր երկրում մոտ 75%-ը միգրացիան է համարվում։ Հիվանդների մեծ մասը 25-ից 40 տարեկան տղամարդիկ են։ Ինչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը միահ վարակակիրների եւ Ձիա ունեցողների բուժման եւ աջակցության համար, որքան համահունչ է մեր ազգային ծրագիրը համաշխարհային մոտեցումներին, ինչ պետք է իմանա հասարակ քաղաքացին այս վարակի փոխանցման ուղիների մասին եւ ինչ խիստ կանոններ պահի միահ Ձիահը կանխարգելելու համար։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր առողջապահության նախարարության Ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է եւ մենք խոսում ենք միավի եւ Ձիահի մասին։ Եթե ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Շատ շնորհակալ եմ, ես գիտեմ, որ այսօր հատկապես դուք առանձնակի մեծ զբաղվածություն եք ունենում տարվա ընթացքում եւ շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրել նաեւ մեր հաղորդաշարին հյուր գալու համար։ Պարոն Գրիգորյան, այսօր ես եմ կրում ձեր ժապավենից, դուք միշտ եք այդ ժապավենը կրում, թե միայն այս օրերին։ Այս օրերին հատկապես։ Որովհետև սա այն օրն է, որ իսկապես որ թերթը նայում ես ինտերնետով, որ ալիքը միացնում ես հեռուստացույցով, բոլորը խոսում են Ձիահի մասին եւ ամեն տարի մի կարգախոս է կարծեմ ընտրվում։ Ես տեսնում եմ դուք բերել եք այս տարվա բուկլետը եւ գրված է գործողությունների արագացում ուղղված Ձիահի վերացմանը։ Սա է այս տարվա կարգախոսը։ Այո, դա է այս տարվա կարգախոսը եւ Ձիահի վերացման մասին փաստորեն միջազգային հանրությունը սկսել է խոսել այն փաստից հետո, երբ վերլուծությունը ցույց տվեց, որ 2015 թվականին իրագործելով հազարամյակի զարգացման նպատակները միավ Ձիայի հետ կապված 6-րդ նպատակը հիմնականում իրագործվել է։ 15 միլիոնից ավել մարդ աշխարհում ստանում է հակառետրովիրուսային բուժում։ Եվ սա կարևոր ցուցանիշ է, այսպես կոչված 15-15 ցուցանիշը, որը աշխարհը համատեղ ջանքերով ձեռք է բերել։ Բացի դրանից այդ բուժումը, ինչպես ցույց տվեց կյանքը եւ բժշկագիտության զարգացումը, ինքը ունի ոչ միայն մարդու կյանքի երկարացման, կյանքի որակի լավացման ազդեցություն, այլ նաև բուն կանխարգելիչ ազդեցություն եւ երբ մարդը ստանալով բուժում իր օրգանիզմի այն հեղուկներում, որոնցով միավը փոխանցվում էր այլ մարդկանց, այդ հեղուկներում միավի կոնցենտրացիան անգամ է իջնում, ձգտում է 0-ի եւ պրակտիկորեն միավարակ ունեցողը վիրուսը չի փոխանցում, մինչև 96% դեպքերում չի փոխանցվում այլ մարդկանց։
Այո, դա արդեն ամենամեծ ձեռքբերումն է եւ արդեն խնդիրը թիրախը դարձել է ուրեմն 3.90-ը եւ 3.95-ը, այսպես կոչված, այսինքն 20 թվականին հասնել նրան, որ 90%-ը միավարակ ունեցողների ունենա ախտորոշում, նրանցից 90%-ը ստանան բուժում, 90%-ը բուժում ստացողների ունենան ճնշված վիրուսային ծանրաբեռնվածություն, այլ կերպ ասած, արյան օրգանիզմում, արյան մեջ եւ այլ օրգանիզմի հեղուկներում վիրուսի կոնցենտրացիան, ծանրաբեռնվածությունը լինի զրոյական անչափելի։ Իսկ 30 թվականին 3.95-ներ, այդ նույն ասածը 95-ով լինի, սա եթե իրագործելի լինի աշխարհի մակարդակով, ապա մենք կարող ենք հասնել, ասենք, ձիահի վերացման մասին խոսել։ Այսինքն հնարավոր է մի օր գա, որ ընդհանրապես դրա մասին խոսակցություն չլինի կամ գոնե բացարձակորեն ինքը չի վերանա, դա ասենք թե աշխարհի մակարդակով եթե 200,000 տարեկան դեպք գրանցվի, դա արդեն վերացման հավասար կարելի է խոսել վերացման մասին։ Իհարկե դրան հասնելու համար շատ ջանքեր են պահանջվում եւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մեծ ներդրումներ, հսկայական առողջապահական ջանքեր, որին հասնելու համար մի խոսքով մեծ ճանապարհ կա անցնելու, այնպես որ կապրենք կտեսնենք ինչպես կստացվի։ Դուք նշեցիք, որ սա 6-րդ նպատակն էր ձիահի դեմ պայքարի եւ այդ 3.90-ը արդեն համարվում է 7-րդ նպատակ։ Ես խոսեցի 1001-ի զարգացման նպատակների, որոնք թիրախավորվել էին 2015 թվականի համար։ Այս տարի այդ նպատակների ամփոփումն է կատարվում։ Միավ ձիահի 6-րդ նպատակն էր, այնտեղ բազմաթիվ այլ նպատակներ 1001-ի զարգացման։ Չէ, դա միավ ձիահը ընդամենը մեկ նպատակն է, որը ընդունվել էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ, իսկ հիմա 3.90-ները արդեն ՄԱԿ-ի միավ ձիահի միացյալ ծրագրի հավակնոտ թիրախներն են, որոնք աշխարհի տարբեր երկրներ որդեգրում են, առաջնորդվում եւ ուղենիշ է դա համարում եւ փորձում են դրան հասնել։ Այո։ Հիմա հասկանանք, թե ինչ ենք անում մենք։ Մեր երկիրը ինչպես է մասնակցում այդ ամենին, որքան համահունչ ենք մենք աշխարհի քայլերի հետ եւ ի վերջո մենք ունենք հանրապետական կենտրոն ձիահի կանխարգելման, որ ազգային ծրագիր է իրականացնում, եթե ես չեմ սխալվում, որն է մեզ համար ամենաառաջնային համարվող խնդիրը։ Դեռևս իրազեկվածության մակարդակի վրա ենք, թե արդեն մենք անցել ենք հաջորդ փուլերին, թե դրանք միաժամանակ են եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված։ Ընդհանրապես միավ ձիահի խնդիրը դիտարկելով առաջնային, այդ խնդրի լուծման հասնելու բոլոր ռազմավարությունները կարևոր են միավ ձիահի դեմ պայքարի գործում։ Կանխարգելումը ունի իր տեղը, բուժումը, խնամքը, աջակցությունը ունեն իրենց տեղը։ Այսինքն պետք է համալիր միջոցառումներ իրականացվեն, որպեսզի միավ ձիահի դեմ պայքարը լինի արդյունավետ։ Նու կանխարգելում, եթե խոսենք, ապա կարևոր է, որ մարդը, ասենք, ժամանակին ստանալով տեղեկատվություն, իրազեկ լինելով միավ վարակի հետ կապված հարցերի, փոխանցման ուղիների, պաշտպանման միջոցների կարողանա իրեն պաշտպանել, որպեսզի վիրուսը չներթափանցի օրգանիզմ։ Սրան ուղղված մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում եւ տարբեր մակարդակներում ենք տանում այդ աշխատանքները։ Առաջինը դա անհատական մակարդակն է։ Մենք աշխատում ենք բնակչության լայն շերտերի հետ, խոցելի խմբերի հետ եւ նրանց տրամադրում ենք խորհրդատվություն եւ հետազոտություն միավի վերաբերյալ։ Որոնք են համարվում խոցելի խմբեր։ Խոցելի խմբերը այն խմբերն են, որոնք իրենց վարքագծային առանձնահատկություններից ելնելով խոցել են միավով վարակման տեսանկյունից։ Տեսանյութի մեջ նշվեց միգրացիայի մասին։ Միգրանտները Հայաստանում ամենախոցելի խումբն են, որովհետև մոտ 60% դեպքերը արձանագրվող նրանց շրջանում է արձանագրվում։ Այսինքն նրանք միայն այդ խումբը ավելի շատ է ներդրում ունենում միավարակի դեպքերի արձանագրման մեջ, քան բոլոր դասական 3 խոցելի խմբերը միասին վեցված։ Այն է թմրամիջոցների ներարկային օգտագործողները, մանրավաճառ կանայք, հոմոսեքսուալ տղամարդիկ, որը մեր հանրապետությունում
միավարակի համաճարակի առանձնահատկություններից մեկն է, որտեղ այլ երկրներում այդ խմբերից մեկը անգամ, որը ավելի խոցելի է այդ երկրի համատեքստում, բոլոր մյուսներից ավելի շատ կարող է լինել եւ երեքը միասին հիմնական մասն են կազմում։ Իսկ միգրանտները ըստ էության իրենք ներկայացնում են ընդհանուր բնակչության մաս են կազմում։ Ես երբ որ ասում եմ արտագնա աշխատանքի գնացողները, երբ որ ես ասում եմ միգրանտներին, ես այդ իրենց ցանկից առանձնացնում եմ, հանում եմ թմրամիջոց օգտագործողներին, հանում եմ հնարավոր այլ խմբերի հետ խաչվողներին։ Այսինքն նրանք միգրանտը դա միջին հասակի տղամարդ է, որը մեկնել է արտագնա աշխատանքի, ժամանակավոր բացակայել է իր հայրենիքից եւ սեռական ճանապարհով վարակվել է հիմնականում մեկ զուգընկերոջից եւ վերադարձել է արդեն վարակ ունի, որի մասին նա ավելի շուտ չգիտի, քան գիտի, որովհետեւ միավարակը ունի երկարատև թաքնված շրջան եւ վարակի արտահայտությունը հիվանդության փուլի, արդեն կլինիկական արտահայտությունների փուլի կարող է անցնել 8-ից 10 տարի, նույնիսկ մինչև 15 տարի, կախված մարդու իմունային համակարգի սկզբնական վիճակից։ Դրա համար ասենք այստեղ խարդավանքը հիվանդության հենց դրանումն է կայանում, որ ունի երկարատև թաքնված շրջան եւ պետք չէ սպասել կլինիկական արտահայտություններին, այլ եթե կան նման դրսևորումներ ռիսկային վարքագծի, ասենք առանց պաշտպանման միջոցների սեռական կապ, ռիսկային կապ, իսկ ռիսկայինը ցանկացած սեռական կապ, երբ չգիտի մարդ չգիտի իր զուգընկերոջ կարգավիճակը միավի վերաբերյալ։ Այնպես որ պարտադիր չէ որ լինի, ասենք սեռական ծառայություն տրամադրող կին, ասենք այսօր Ռուսաստանում կան քաղաքներ, որտեղ միավի տարածվածությունը Հայաստանի համեմատ 15-ից մինչև 50 անգամ ավելի շատ է, ավելի բարձր է, քան Հայաստանում է։ Հետաբար հավանականությունը վարակման նույնքան անգամ ավելի բարձր է։ Որ քաղաքներն են կարելի է նշել այդ անունները։ Ինտերնետում հասանելի է, դրա վրա ժամանակ չկորցնենք, բոլոր եթե ասենք մի քաղաքում մի քիչ ավել է կամ պակաս, դրանից էությունը չի փոխվում։ Նկարագրվում են ասենք իրավիճակներ եւ եթե դու ասենք մտնես այդ քաղաքի դիսկոտեկ, ապա երիտասարդ տարիքի մարդկանց 10-ից 1-ը կլինի վարակված։ Դա բավական բարձր տարածվածություն է։ Հասկանալի է։ Պարոն Գրիգորյան, թե ինչպես եք անհատական մակարդակով, ինչպես նաև ընդհանուր խմբերի հետ աշխատելով դուք կատարում այդ կանխարգելման, իրազեկման աշխատանքները, ինչպես նաև բուժման աշխատանքները, կանդրադառնանք փոքր գովազդային դադարից հետո, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր դեկտեմբերի 1-ը ձմռան առաջին օրը հայտարարված է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր եւ այս առիթով տաղավարում է Առողջապահության նախարարության ԶԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, եթե դուք ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ arad@gctv.am էլեկտրոնային հասցեով, այս պահին փոքր գովազդ։ Արադ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, այսօր ԶԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ մեր տաղավարում հյուրընկալել ենք Առողջապահության նախարարության ԶԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին, մենք խոսում ենք միավի եւ ԶԻԱՀ-ի մասին, եթե ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Պարոն Գրիգորյան, դուք նշեցիք, որ աշխատում եք անհատների հետ, ինչպես նաեւ որոշ խմբերի հետ, օրինակ այն մարդիկ, ովքեր ենթադրյալ միգրանտներն են, հա, աշխատանքային միգրանտները, նրանց հետ աշխատանքը անհատական մակարդակով է կատարվում եւ ինչպես է դա տեղի ունենում։ Դուք մարդիկ համաձայնվում են, որ գան, լսեն ձեզ, թե դուք եք շրջում գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում կան մարզերից հենց հայտնի գյուղեր, որ այնտեղից է ավելի շատ միգրացիան տեղի ունենում։ Հետազոտությունը միավի վերաբերյալ կարող է լինել այցելուի նախաձեռնությամբ եւ բուժաշխատողի նախաձեռնությամբ։ Այցելուի նախաձեռնությամբ այցելուները ուրեմն դիմում են ԶԻԱՀ-ի կենտրոն, հաճախում են, անցնում են խորհրդատվություն նախահետ տեստային, այդ խորհրդատվության ժամանակ նրանց տրվում են
սպառիչ գիտելիքներ միավարակի փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների վերաբերյալ անհատական աշխատանք է տարվում մարդու հետ։ Ուզում եմ ուղղակի մի քանի թիվ բերել, որ վերջին 2 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ կենտրոն է դիմել 5.500 մարդ, որը ստացել է սեփական կամքով։ Այո, սեփական կամքով։ Ստացել է խորհրդատվություն, անցել է հետազոտություն, ստացել է պատասխան դրական կամ բացական։ Բայց դա մեր հետազոտությունների միայն մի մասն է։ Մենք բուժ աշխատողի նախաձեռնությամբ ունենք շարժական բժշկական խմբեր, որոնք մեկնում են հանրապետության 100 գյուղական եւ փոքր քաղաքային համայնքներ, որոնք ընտրվել են տեղական ադմինիստրացիաների հետ խորհրդակցելով, դրանք ամենախոցելի համայնքներն են, որտեղ միգրացիան ամենաբարձրն է, ամենատարածվածն է, եւ այնտեղ տրամադրում են բժշկական ծառայություններ, այդ ծառայությունների փաթեթում միավի վերաբերյալ հետազոտություն։ Որպեսզի խոսքը այն շարժական կլինիկայի մասն է, որ 1 տարի առաջ նվիրաբերեց Ռուսաստան։ Ոչ միայն, շարժական կլինիկան մի մասն է այդ ծառայությունների տրամադրում, մյուս մասը տրամադրում են բժշկական շարժական խմբերը մեր կենտրոնի բժշկական ամբուլատորիաների, գյուղական ամբուլատորիաների բազայի վրա, այսինքն տեղական համայնքներում։ Ինչով է այս գրավիչ այս մոդելը, որ միավի վերաբերյալ հետազոտությունը տրամադրվում է հեպատիտ B-ի, C-ի, սիֆիլիսի, ուլտրաձայնային հետազոտության, գինեկոլոգի, այլ բժիշկների խորհրդատվության փաթեթի շրջանակներում եւ պետք չի որպեսզի ասենք պիտակավորեն, որ միավի վերաբերյալ հետազոտությունը մարդիկ կոմպլեքսավորեն, չանցնեն։ Ապ փաթեթում միավը մաս է կազմում։ Բացի դրանից դա տրամադրվում է անվճար։ Շատ հետաքրքիր մոտեցում է հատկապես։ Սա հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել, որ այս մոդելն է, որ ընդունելի է շահառուների կողմից։ Հետո այդ հետազոտությունը տրամադրվում է անվճար, անանուն, փաստորեն դրսից եկած բժիշկներ են։ Եթե մայրաքաղաքից են գալիս, նաև որակի, հեղինակության խնդիրներ կան, որոնք որ ընդունելի են գյուղական բնակչության կողմից։ Հետո եթե տեղական բժիշկները հետազոտեն, թեկուզ անանուն լինի անունը, բայց բոլորը իրար ճանաչում են, բնականաբար այդ անանունությունը, գաղտնիությունը պահել շատ դժվար կլինի։ Իսկ մեր բժիշկների հետ կապված, որոնք իրենց չեն ճանաչում դեմքով եւ անանունությունը փաստացի պահպանվում է եւ գաղտնապահությունը լիարժեքորեն պահպանվում է եւ այդ հետազոտությունների փաստացի տեսեք կանխարգելման աշխատանքներում ներգրավել է վերջի 2 տարիների ընթացքում 48000 միգրանտ զուգընկեր եւ համայնքի բնակիչ, որից 5.5-ը սեփական կամքով։ 5.5-ը միայն կենտրոն է այցելել, իսկ մարզերում 48000 մարդու հետ տարվել է անհատական աշխատանք, որից 20000-ը դիմել է հետազոտության, անցել է հետազոտություն եւ ստացել է հետազոտության պատասխան։ Պատկերացրեք, այսինքն եթե կանխարգելման աշխատանքները մենք միավորենք մարզերում եւ Երևան քաղաքում մեր կենտրոնի կողմից իրականացված, ապա կստացվի մոտ 55000 մարդ անցել է հետազոտություն միավի վերաբերյալ, ստացել է կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ, խորհրդատվություն եւ նրանց մի զգալի մասը 26000-ը մոտավորապես անցել է նաեւ հետազոտություն միավի վերաբերյալ։ Իսկ ինչ արդյունքներ են գրանցվել այդ 2 տարիներին նոր դեպքերը շատ են։ 35 մարդ ստացել է ախտորոշում եւ կապվել է բժշկական ծառայությունների հետ, այսինքն ախտորոշումը ինքնանպատակ չի, այսինքն մենք դրական առաջնային պատասխանով չենք բավարարվում, աշխատանքը հանրատական այնքան է իրականացվում, մինչև տվյալ միավարակ ունեցող հիվանդը, մարդը, ապրող մարդը կապվի առողջապահական ծառայությունների, ստանա անհրաժեշտության դեպքում բուժում, խնամք, աջակցություն եւ վաղաժամ հայտնաբերումը հնարավորություն է տալիս այդ բուժումը առավել արդյունավետ տրամադրել, նաեւ նրան հնարավորություն է տալիս չվարակել իրենց սիրելի մարդկանց, եթե այդ վարակի փոխանցումը դեռևս չէր եղել։ Եթե ասում եք, որ ստացել է ախտորոշում եւ կապվել է բուժ հիմնարկությունների հետ համապատասխան, այսինքն նա արդեն ձիա ունեցող մարդ է համարվում, այո, թե միավ վարակագիր։
Ուրեմն այս հարցը ես ուզում եմ մեկը միշտ բարձրաբանել, չնայած բազմաթիվ անգամ խոսել եմ, ուրեմն միավարակ հիվանդության դեպքում գոյություն չունի վարակակրություն։ Այսինքն միավարակակիր տերմինը ինքը ճիշտ տերմին չի։ Վարակակրությունը ընդհանրապես այն վիճակն է, երբ մարդը կրում է ինչ որ վարակ, բայց իր մոտ հիվանդություն չի զարգանում։ Այսինքն սիմբիոզ է օրգանիզմի եւ վիրուսի, բակտերիայի, աղտածին միկրոբի միջև։ Եվ այստեղ չէ, կարող է լինել նաեւ պաթոգեն միկրոբներ, որոնք տվյալ մարդու մոտ հիվանդություն չեն առաջացնում։ Միավարակի դեպքում վարակակրություն գոյություն չունի։ Առաջին օրվանից եւ վիրուսը ներթափանցում է օրգանիզմ, ախտաբանական վիճակ է առաջանում եւ սկսում է զարգանալ հիվանդություն։ Այլ բան է, որ այդ հիվանդությունը կարող է երկար տարիներ չարտահայտվել, բայց զարգացումը հիվանդության գնում է, այսինքն առաջին օրվանից սկսած կա հիվանդություն, միավարակ եւ միավարակով հիվանդ, չկա վարակակրություն։ Ընդ որում 3 շաբաթից մինչև 3 ամիս ընկած ժամանակահատվածում կարող են լինել սուր միավարակի ախտանշաններ։ Որոնք են դրանք։ Ընդհանուր ախտանշաններ են մրսածության, հարբուխի, ընդհանուր թուլության, կարող է լինել գլխացավ, ջերմություն, թևատակային եւ պարանոցային ապշային հանգույցների մեծացում։ Նույնիսկ առանց սպეციფიկ բուժման այդ արտահայտությունները կարող են անցնել մրսածության նման եւ մարդը Այսինքն մարդու մտքով անգամ չանցնի, որ ինքը չի դժվար թե անցնի, եթե շատ կրթված չլինի, որ ասենք թե ռիսկային սեռական կապ լինի կամ դրանից առաջ կամ թմրամիջոցի օգտագործում լինի եւ ասենք հետո այդ երևույթները կասկածի։ Տեսեք, եթե եւ 50-60%-ի մոտ է միայն այս արտահայտությունները լինում։ 40-50%-ի մոտ կարող է ընդհանրապես ոչ մի արտահայտություն սուր միավարակ չլինել։ Եվ 6-8 տարի հետո նոր Իսկ եթե ապշային հանգույցները մեծանում են, այս բոլոր երևույթները կարող են անցնել, բայց ապշային հանգույցների մեծացումը կմնա։ Այսպես կոչված գնդիկներ, որոնք կարող են լինել պարանոցի շրջանում եւ թևատակի շրջանում ու դրանք ամբողջ կյանքի ընթացքում մեծացմանը եւ գնդիկների սուր շրջանում կարող են լինել այդ ցավոտ, բայց հետագայում դրանք որպես կանոն ցավոտ չեն լինում։ Եվ այդպես մնում են, պարոն Գրիգորյան, այո, հետ քաշվել չկա, փոքրանալ այլևս։ Հենց դա բնորոշ է, եթե մեծանում են, եթե ուրեմն մնում են։ Այսա որոշակի ինդիկատոր է, որին ուշադրություն պետք է դարձնեն եւ մարդիկ եւ բժիշկները։ Հետագայում 8, 10, 15 տարի մինչեւ իմունային համակարգը պայքար է մղում վիրուսի դեմ։ Այդ պայքարը տարիների ընթացքում կախված է բազմաթիվ հանգամանքներից, ասենք թմրամիջոց, ալկոհոլ, օգտագործում է թե չէ, ծխում է թե չէ հիվանդը, առողջ ապրելակերպ է վարում, ստրեսներ ունի, ուղեկցող հիվանդություններ ունի։ Այո։ Բոլոր այդ գործոնները մոտեցնում են ժամանակը թմրամոլի մոտ շատ կարճ է։ Թաքնված շրջանը կարա տևի 4 տարի մինչև։ Իսկ առողջ ապրելակերպ վարողի մոտ կարող է տևել մինչև 15 տարի։ Հետո ինչ է սկսում։ Հետո սկսում են արդեն ձիահի փուլը, ձիահը առանձին հիվանդություն չէ, միավարակն է հիվանդությունը։ Ձիահը դա համախտանիշ է, ձեռքբերովի իմունային անբարոյության համախտանիշ։ Եվ այդ փուլում արդեն զանազան ախտաբանական վիճակներ, այսպես կոչված օպորտունիստական վարակներ, որոնք առողջ իմունային համակարգ ունեցող մարդու մոտ կարող են երբևէ չլինել, տուբերկուլոզ, պնևմոցիստային թոքաբոր, վիրուսային, սնկային ծագման տարբեր հիվանդություններ, քաշի անբացատրելի կորուստ, մինչև 10% եւ ավել 1 ամսվա ընթացքում, ախորժակի բացակայություն, փորլուծություն 1 ամիս եւ ավել, որը դեղորայքային կորեկցիայի չի ենթարկվում, ջերմություն, տենդ, 1 ամիս եւ ավել տևող։ Մի աստիճան, որ հատկապես բնորոշ է։ Ինչպես ասում են թոքաբորբի ջերմությունը 37.7 Ոչ, կարող է լավ էլ ջերմություն լինել 38 եւ ավել աստիճան եւ ասենք բարձրանա իշնի տենդանման լինի, այո, բայց բարձր թվերի վրա լինի եւ ցանավորում արտաքին, այո, տարբեր օնկոլոգիական հիվանդություններ,
կապոշի սարկոմա եւ այլն, այստեղ սկսում է հիվանդությունների եւ ախտաբանական վիճակների բուկետը։ Սա վերջնային փուլն է միավարակի։ Այս փուլում եթե ախտորոշվում է հիվանդը, բուժումը լինում է պակաս արդյունավետ։ Մենք այս տարի արձանագրել ենք մահվան ելքով 60 դեպք, որոնք եթե ժամանակին ախտորոշվեին, կարող էին եւ բարենպաստ ընթացքով ավարտվեն եւ մահվան ելք չունենային։ Մահվան ելքով բոլոր դեպքերը այն դեպքերն են, երբ հիվանդը ախտորոշվում է առաջին անգամ, ոչ թե նման կլինիկայում շարժական, ոչ թե դիմելով ձիայի կենտրոն, ոչ թե առաջնային բուժողակ, այլ հիվանդանոցների վերակենդանացման հիմնականում բաժանմունքներում։ Այսինքն երբ արտահայտություն է ստացել նաև հակատուբերկուլոզային կլինիկաներում, այո, անգիտակից, կիսագիտակից վիճակներում կամ շատ ծանր վիճակներում, երբ արդեն ասենք այդ երևույթները, հիվանդությունները ուղեկցող, ասենք բժիշկին հուշում են, որպեսզի մտածի միավարակի մասին։ Տեսեք, այս տարի 80%-ը բոլոր ախտորոշումների 80%-ը դրանք բուժ աշխատողի նախաձեռնությամբ ախտորոշումներն են։ Եթե այստեղ գումարենք նաև արդեն իսկ միավարակ ունեցող ախտորոշումամբ վերադարձածները Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ այնտեղ հասանելի չէ նրանց համար բուժումը, հենց ստացան ախտորոշում, վերադառնում են հայրենիք։ Ապա այսինքն եթե Հայաստանի քաղաքացի է, Հայաստանում է ստանում բուժումը անվճար կարող է ստանալ եւ հետազոտությունները, ախտորոշումը, ձեր եւ ամբողջ դիսպանսերային խնամքի շրջանակներում բոլոր հետազոտությունները ամեն ինչ անվճար է հիվանդի համար բացարձակապես։ Եվ այս որ տեսեք, այս թվերը ինչի մասին են վկայում, որ չնչին քանակ է կազմում առ այսօր այցելուի նախաձեռնությամբ բժիշկի դիմելը եւ այս մշակույթը պետք է արմատավորվի մարդկանց մեջ։ Ինձ այս 5,500 թիվը ուրախացրեց, որովհետեւ մեր նախորդ հանդիպման ժամանակ 1 տարի առաջ գոնե չկար նման թիվ։ Չէ, ամեն տարի ակտիվանում է դիմելությունը, ես ասացի սա 2 տարվա ընթացքում, 2 տարվա արդյունքներն եմ ամփոփում, ակտիվանում է դիմելությունը, բայց դեռ ցանկալի է որ ավելի աշխուժանա, որ նախ եւ առաջ մարդիկ պետք է ձգտեն, ուրեմն խուսափեն վարակից։ Խուսափելու տարբեր միջոցներ կա, ես ասացի, օրինակ կա այսպես կոչված ABC հայտնի կանոնը, որը անգլերեն A-ը դա ժուշկալությունն է, այսինքն սա ամենավստահելի, ուրեմն տարբերակն է չվարակվելու։ Եթե ժուշկալ լինես, բացառես բոլոր տեսակի արտամուսնական, նախամուսնական ռիսկային սեռական կապերը, չօգտագործես թմրամիջոցներ, ուրեմն պրակտիկորեն չես վարակվի միավով։ Եվ առողջապահական համակարգը ապահովի քեզ անվտանգություն, ինչը այսօր մեր առողջապահական համակարգը անում է, որտեղ 2001 թվականից ի վեր դոնորական արյան միջոցով միավի փոխանցման դեպք Հայաստանում չի արձանագրվել։ Սա արդեն լուրջ ցուցանիշ է համեմատ այլ երկրների։ Եվ B-ին եւ C-ին անդրադառնանք փոքր գովազդային դադարից հետո, ներողություն եմ խնդրում, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ այս առիթով մեր տաղավարում է Առողջապահության նախարարության ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։ Եթե ունեք հարցեր, զանգահարեք 54 89 34 կամ գրեք մեզ, ես տեսնում եմ, որ արդեն մենք ունենք 2 հարց էլեկտրոնայինով, շտապ օգնություն շնիկ արատ գծիկ tv.am-ը մեր էլեկտրոնային փոստի հասցեն, այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապ օգնություն հաղորդաշարը, այսօրվա մեր թեման ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ այն միջոցառումները, ծրագրերը, որ իրականացնում է Առողջապահության նախարարության ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնը, մեր տաղավարում է կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։ Զանգահարեք 54 89 34 կամ շարունակեք գրել մեր շտապ օգնություն շնիկ արարատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով։ Պարոն Գրիգորյան, առաջինը ժուշկալություններ A-ը, B-ին եւ C-ին։ B-ին եղիր հավատարիմ, փոխադարձ հավատարմությունը շատ կարևոր է, եթե զույգը, ուրեմն զույգի յուրաքանչյուր անդամ չունի նախամուսնական եւ արտամուսնական սեռական կապեր, ապա կարող են վստահ լինել, որ իրենք միավարակը շրջանցել է իրենց եւ չեն օգտագործում բնականաբար թմրամիջոցներ։ Եվ C-ին դա եթե
անհնար է եղել լինել ժուժկալ, շրջանցել վիրուսի հետ բախումը կյանքում, այսինքն ունեցել են ռիսկային կապեր, սեռական կապեր կամ թմրամիջոցի օգտագործման փաստ, ապա մշտապես օգտագործեն պաշտպանման միջոցներ։ Հասկանալի է։ Պարոն Գրիգորյան, երկու հարց ունենք, հեռուստադիտողներից մեկը գրում է. խնդրում եմ ասեք, եթե ես մայրաքաղաքի բնակիչ եմ եւ պատրաստվում եմ գնալ արտագնա աշխատանքի, կարծում եմ, որ չունեմ նման խնդիր, բայց լսելով ձեզ ցանկություն առաջացավ նախապես եւ նաեւ վերադառնալուց հետո անցնել հետազոտություն, որտեղ կարող եմ դիմել եւ անցնել այդ հետազոտությունը։ Ուրախալի է, որ արդեն մարդկանց մոտ որոշակի շարժառիթ է առաջանում մեր այսօրվա հաղորդման ֆոնի վրա, կարող է յուրաքանչյուր ոք դիմել ՁԻԱ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, դա որտեղ է տարածված։ Ավան թաղամասում, Աճարյան 2 հասցեում, նարկոլոգիական դիսպանսերի հարևանությամբ առանձին շենք է, մուտքը ազատ է աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, բացի շաբաթ-կիրակի օրերից, յուրաքանչյուր որ կարող է դիմել, ցանկության դեպքում անցնել անանուն հետազոտությունը, գաղտնիությունը 100%-ով երաշխավորվում է եւ հետազոտությունը անվճար է։ Ահա, եւ նաեւ հեռախոսահամարը տանք։ Ահա, եւ հեռախոսահամարը 61 08 20 թեժգից ցանկացած հարցով կարող են դիմել, փարատեն իրենց վախերը հետազոտության հանդեպ կասկածները, դիմեն հետազոտության, այնտեղ նրանց կտրամադրվի նաեւ տեղեկատվություն, գիտելիքներ, անհրաժեշտության դեպքում պաշտպանման միջոցներ եւ տեղեկատվական թերթիկներ։ Այո, ահա նմանատիպ թերթիկներ։ Այո, եւ մարզերում 100 համայնք ամբողջ հանրապետությունում մեր շարժական կլինիկան գրաֆիկով այցելում է եւ մարդիկ կարող են գյուղական համայնքների բնակիչները, եթե չեն ուզում Երևան գան հետազոտվելու, այդ կարող են ճշտել իրենց գրաֆիկը, երբ է այցելելու կլինիկան, դիմեն հետազոտության։ Այո։ Այդ ժամանակ հնարավորություն կունենան նաև այլ վարակների վերաբերյալ հետազոտվեն։ Այո, պարոն Գրիգորյան, եւ երկրորդ հարցը հեռուստադիտողն ասում է, խնդրում եմ ասեք, եթե հանկարծ կա արդեն ՁԻԱՀ մարդու մոտ այդ միավ վարակը եւ ԶԻԱՀ-ը, հնարավոր է դա արտահայտվի ինչ որ մաշկային երևույթների տեսքով, մի վարքյան, հիմա փակվեց, շարունակությունը հարցի կարդամ, ասում է մաշկի վրա տեղ վերքեր են առաջացել նաև դեմքի վրա։ Ну, առանց հիվանդին տեսնելու եզրակացություն տալը շնորհալի գործ չէ, անհրաժեշտ է դիմել բժշկի կամ առաջնային ուղղակ պոլիկլինիկա կամ մասնագիտացված բուժկենտրոն։ Ես ասացի, որ ՁԻԱ-ի փուլում կարող են լինել տարբեր ախտանիշների հետ միասին նաև մաշկային արտահայտություններ, բայց այստեղ միանշանակ ասել հնարավոր չի։ Եթե դիմի բժշկի, կանցնի հետազոտություն, եթե նաև եղել է ռիսկային միջադեպ, ասենք վարքագծի, ինքը ավելի լավ կիմանա, ապա կարող է դիմել բժշկի, հետազոտվել եւ ավելի լավ է հետազոտվի փարատի կասկածները, քան այդպես ապրի։ Այո, պարոն Գրիգորյան, խնդրում եմ, որքան հնարավոր է հակիրճ, հակառետրովիրուսային բուժման էությունը եւ փաստորեն այդ բուժմանը ենթարկվում են միավ վարակով հիվանդները։ Այո, բուժումը, տեսեք, ուղղված է վիրուսի բազմացման տարբեր փուլերին։ Դա ամբողջ կյանքի ընթացքում պետք է ստանալ։ Այո, դա ցմահ գործընթաց է եւ մարդը պետք է պատրաստական լինի, հետևողական լինի այդ բուժման հանդեպ, եթե այդպես լինի, աշխարհում հայտնի են հիվանդներ, որոնք 20-25 տարի դեղամիջոցներ ստանալով ապրում են եւ չի տուժում նրանց կյանքի որակը։ Անգամ ամուսնանում են, երեխաներ ունենալու միավի ձերծ երեխաներ։ Հայաստանում 10 տարի բուժում ստացող հիվանդներ ունենք, 2005 թվականից է սկսվել բուժումը։ Այո։ Եվ նրանք այսօր աշխատում են, ապրում են։ Իսկ երեխաների դեպքերը Հայաստանում շատ են։ Երեխաների դեպքը մոտ 40 դեպք է, իսկ պետք է նշեմ, որ 2007 թվականից բոլոր այն մայրերը միավարակ ունեցող, որոնք որ ստացել են հակառետրովիրուսային բուժում եւ նրանցից ծնված երեխաները, որևէ դեպք երեխայի միավարակ ունեցող չի արձանագրվել, բայց այդ ժամանակահատվածում կան դեպքեր արձանագրված, փաստացի կամ մայրերը հետազոտության մեջ չեն ներգրավել, կամ բացակայել են Հայաստանից,
կամ հետազոտվելուց հետո են վարակվել, կան դեպքեր եւ ամուսինները կերակրելով նրանք երեխաներին չեն փոխանցում։ Ահա, որ այդ կերակրման ժամանակ կարող է վարակված լինեն ամուսնուց եւ փոխանցած լինեն, իսկ հղիության ընթացքում բացական եղած լինի, այսինքն post հետազոտական այդ ժամանակահատվածում էլ կարող են վարակման դեպքեր լինել։ Այնպես որ եթե ժամանակին անտենատալ խնամքը սկսում են, իսկ Հայաստանում դա շատ բարձր է ցուցանիշը անտենատալ խնամքի միաբի վերաբերյալ հետազոտություն 95%-ից ավել հղիները անցնում են, հիմա մոտ 99% արդեն հասել են կա ցուցանիշի, ապա կանխարգելիչ բուժման տրամադրումը հնարավորություն է տալիս 99% դեպքերում ունենալ միաբի զերծ երեխա։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ պարոն Գրիգորյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հուսանք, որ իսկապես կանխարգելիչ եւ այս իրազեկող միջոցառումները իրենց արդյունքը կտան եւ մեր երկիրն էլ շուտով կհասնի այդ 90-90-90 նպատակին, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման համար դրվել է ամբողջ աշխարհի առջեւ։ Շնորհակալություն զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ այսօր մեր տաղավարում էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը, մենք խոսում էինք ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների մասին եւ այն ծրագրերի, որ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը, այսօր նաեւ այդ օրվա առիթով լրատվամիջոցների արդեն անդրադարձել են, որ նաեւ առողջապահության փոխնախարարն ու նախարարն են այցելել եւ հետազոտվել, օրինակ ծառայելով ամբողջ ազգաբնակչության համար, իսկ պարոն Գրիգորյանի խորհուրդներից հիշեցնում եմ ABC կանոնը, որ ՁԻԱՀ-ից խուսափելու համար պետք է լինել ժուժկալ, այսինքն համեստ լինել պատահական սեռական կապերի նկատմամբ, հավատարիմ խուսափել պարզապես պատահական սեռական կապերից, հավատարիմ լինել զուգընկերոջը չօգտագործել թմրամիջոցներ եւ պաշտպանիչ միջոցներ օգտագործել, իսկ եթե դուք կասկածում եք, որ կատարել եք այս երեք գործողություններից որևէ մեկը, անպայման գնացեք հետազոտության, դա կկատարվի անվճար եւ որքան շուտ կանխարգելվի հիվանդությունը, այնքան բարի ընթացք կլինի։ Շատ կարճ ուղերձ մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, եղեք զգոն, խուսափեք միավարակից, խուսափելով ռիսկային սեռական կապերից, չօգտագործելով թմրամիջոցներ եւ կարևորեք, արժևորեք ձեր առողջությունը եւ ձեր համար եւ ձեր սիրելի մարդկանց համար եւ հետևելով մեր առողջապահության նախարարի եւ փոխնախարարի այսօրվա օրինակին, այո, եթե ունեցել եք որևէ կասկածելի ռիսկային վարքագծի միջադեպ ձեր վերջի 8-10 տարվա ընթացքում, ապա հորդորում եմ դիմել ՁԻԱՀ-ի կենտրոն կամ ցանկացած այլ բուժ հաստատություն, որտեղ տրամադրվում է հետազոտություն, անցնել հետազոտություն, ստանալ խորհրդատվություն, գիտելիքներ եւ զինվել միավի վերաբերյալ գիտելիքներով, որը ձեզ կօգնի, այո, խուսափել միավարակից։ Եղավ, շատ շնորհակալություն։ Այսքան այսօրվա համար, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը, առողջ եղեք։